Ասկսեմ, բարև ձեզ հարգելի գործընկերներ, սիրելի հայ ժողովուրդ։ Օրակարգում ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրության հարցն է, թեկնածուն Վահագն Ալեքսանյանն է։ Պարոն Ալեքսանյան, ես ձեզ չեմ ճանաչում, ֆիզիկապես առաջին անգամ տեսել եմ այս դահլիճում օգոստոսի 2-ին, եւ ընդհանրապես մարդուն ճանաչելու համար կարծում եմ բավարար է տվյալ մարդու արտաբերած մեկ նախադասությունը, տվյալ մարդու մեկ ժեստը, դա ընդհանրապես բոլոր մարդկանց է վերաբերում, կարծում եմ, ոչ միայն ձեզ, եւ դուք հավակնում եք ստանձնել բարձր պաշտոն, պատասխանատու պաշտոն, ինչը ենթադրում է որոշակի հատկանիշներ։ Ես դրանցից ամենագլխավորները թերևս կառանձնացնեի, օրինակ, խոսքի արժեքի գիտակցումը, պատասխանատվության զգացումը, երբ ասենք մարդը արտաբերում է խոսք, հետագայում դրա համար պատասխան տալու այդ գիտակցումը եւ այլն եւ մի շարք այլ հատկություններ։ Պարոն Ալեքսանյան, ես ծնվել եմ 1980 թվականին։ Երբ ես ծնվել եմ, Խորհրդային Միության ղեկավար այն ժամանակ Լեոնիդ Բրեժնևն է եղել։ Այնուհետև, երբ 5-6 տարեկան էի, Միխայել Սերգեյևիչ Գորբաչովը։ Եվ ես այդ ժամանակվա սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական վիճակի մասին լսել եմ իմ ծնողներից, որտեղ երեխա եմ եղել, չեմ տեսել իմ աչքով, ավելի շուտ գիտակցությունս չի ներել, որ կարողանամ ինչ-որ վերլուծություններ անեմ շատ լուրջ, եւ պատկերացում ունեմ այնքանով, որքանով Մալենկովի կամ, ասենք, Խրուշովի ժամանակներից։ Եվ պատմավեպերից, ասենք, լսել ենք նաեւ Պապ Թագավորի կամ Արշակ II-ի մասին։ Հիմա դուք եւ ընդհանրապես, երբ որ ինչ-որ վերլուծություններ եմ անում եւ իմ աշխարհայացքն եմ ունեցել սեփական, սովորաբար աշխատում եմ կարծիք հայտնել այն ժամանակահատվածի վերաբերյալ եւ եղել եմ չափահաս 1998 թվականին։ Երեք լսում էի ձեր կենսագրությունը, դուք ծնվել եք 1993 թվականին, չափահաս եք եղել 2011 թվականին, եւ եթե չեմ սխալվում, չեմ հիշում որ խոսքի ժամանակ ասացիք 90-ականների սերունդ եմ, իմ աչքով եմ տեսել, մտնում էինք ինչ-որ սրճարան, ընկերուհուս հետ հաստավի զախրանիկներ էին նստած եւ այլն, էական չի, հիմա կարող բառացի չկարողանամ ցիտել ձեր ասածը, բովանդակային առումով ես հասկացա, որ դուք 90-ականների սերունդ եք եւ ունեք ձևավորված սեփական կարծիք։ Առհասարակ լավ չի նայվում մեղմ ասած, օրինակ երբ մարդը եղել ասենք 8 տարեկան կարծիք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին, նաև ասենք այսօրվա 4 տարեկան երեխան, եթե ասենք 15 տարի հետո կարծիք հայտնի Նիկոլ Փաշինյանի մասին, մեղմ ասած տարօրինակ կթվա։ Հիմա ճիշտ եմ հասկանում, պարոն Ալեքսանյան, որ դուք 3-4 տարեկանում մտել եք սրճարան, ինչ որ հաստավի զախրանիկներ են եղել եւ սեփական պատկերացում եք ձևավորել։ Ինչևէ, անցնեմ առաջ, սա իմ մոտ կարծիք է ձևավորում ձեր մասին որոշակի եւ հետեւաբար հաստատվում է այն միտքը, դուք նաեւ հնչեցրեցիք, որ ուրեմն ընտրակաշառք եք բաժանել։ Խնդրում եմ ձեր խոսքերի մեջ ուշադիր եղեք։ Ես թիմային մարդ եմ եւ թիմի անդամ եմ, ես եւ իմ թիմը ընտրակաշառք չենք բաժանել։ Նույն հաջողությամբ կարող եմ ասել, դուք մարդասպան եք։ Իհարկե չեմ ասի նման բան, քանի որ փաստեր չունեմ, չգիտեմ, եւ եթե իշխանական մուրճն ու այդ ոնց են ասում, մեղն ու չագուճը մեր ձեռքը լիներ, մի հատ էլ ձայնագրություն կսարքեինք, ասենք դուք մարդասպան եք օրինակ։ Հանցնենք առաջ։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ դուք նույնպես, ինչպես պարոն Ռուբինյանը, պարոն Կոնջարյանը չեք կարող պատասխանատվություն չկիսել ձեր թիմի իրականացած քաղաքականության հետ կապված, այդ թվում նաև տնտեսական քաղաքականության հետ կապված։ Եկեք մի քանի արձանագրումներ անեմ, նոր անցնեմ առաջ։ Արձանագրում համար 1. Հայաստանի Հանրապետությունը չունի տնտեսական որևէ ռեսուրս հարաբերություն փչացնել որևէ գործընկեր երկրի հետ, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության երկրների հետ, հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ, մենք տեսել ենք, դա արդեն ես տեսել եմ, չափահաս էի, 28 տարեկան էի, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, թե ինչպես էր Հայաստանի տնտեսությունը խեղդվում։ Նաև առավել եւս, այստեղ հատուկ պետք է շեշտեմ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, որի հետ մենք ունենք շուրջ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն եւ որը Եվրասիական տնտեսական միության լոկոմոտիվ երկիրն է։ Հետագա ձեր անդրադարձի, այսպես մանիպուլյացիոն բնույթից զերծ մնալու համար միանգամից թեման փակեմ։ Ես հայամետ եմ եւ մեր թիմը։ Մենք ռուսամետ չենք, մենք ամերիկամետ չենք, մենք Եվրոպամետ չենք, մենք հայամետ ենք եւ իմ բոլոր հարցերը բխելու են բացառապես հայկական շահից եւ հիմնված են լինելու փաստերի վրա։ Ես չեմ առաջնորդվելու էմոցիաներով եւ քաղաքական ճաշակով։ Շարունակեմ միտքս։ Հիմա
փաստ ենք, որ չենք կարող հարաբերություն փչացնել, սա արդեն ասացի, եւ նաեւ երբ այդ հարաբերությունները վատթարանում են, փաթեթավորվելով ինքնիշխանություն բառի տակ, սիրելի ժողովուրդ, եւ դա վնասում է մեր տնտեսվարողներին, մեր տնտեսական շահերին, եւ նաեւ կա կոլապսի վտանգ, հետագայում այդ ինքնիշխանություն բառը ինքնաբերաբար դուրս է գալիս եւ տակը մնում է հակահայկական քաղաքականությունը։ Սա էլ փաստ ենք։ Երկրորդ արձանագրումը ձեր հիմնական կարգախոսն է տեր կանգնիր խաղաղությանը։ Կարծում եմ, որ խաղաղության հիմնական բաղադրիչներից մեկը, ինչքան էլ մեր պատկերացումները տարբերվեն խաղաղության վերաբերյալ, ինչևէ, խաղաղության հիմնական բաղադրիչներից մեկը դա նաև տնտեսական խաղաղությունն է։ Եվ նաև դուք պետք է տեր կանգնեք տնտեսական խաղաղությանը։ Եվ որպեսզի տեր կանգնեք տնտեսական խաղաղությանը, առնվազն չպետք է իրականացնեք այնպիսի քայլեր, այնպիսի քաղաքականություն, որը կվնասի մեր տնտեսվարողներին կամ մեր ներդրումային միջավայրին ընդհանրապես։ Հիմա ցավոք սրտի մենք չունենք այդ տնտեսական խաղաղությունը։ Մի կողմ թողնելով այդ սեփականության իրավունքի ոտնահարումը, որ դա խաթարել է մեր խաղաղությունը տնտեսական, ես ուզում եմ այլ թեմայի անդրադառնալ։ Շուրջ 2-3 ամիս է մեր հայ տնտեսվարողները, ձկնաբույսները, կատնամթերք արտադրողները, յուղատնտեսները փակուղային իրավիճակի առջև են հայտնվել ձեր վարած քաղաքականության արդյունքում։ Ինչ եմ ասում ձեր վարած քաղաքականության արդյունքում, դուք կարող եք ասել ռուսը այսպես, ռուսը այնպես, չեմ արդարացնում իդեպ, մեծ սիրով, եթե ունենայի այդ հնարավորությունը, կխնդրեի, որ այդ հարցը լուծվեր, բայց ցավոք չունեմ այդ հնարավորությունը կամ փորձում ենք ամեն ինչ անել, մեր քաղաքական ղեկավարը իդեպ փորձում է ամեն ինչ անել, որ այդ խնդիրը լուծվի։ Սա ես չեմ չարախնդում բացարձակ, որ մենք ունենք այդ վիճակը, բայց այդ վիճակին մենք հասել ենք ձեր վարած քաղաքականության պատճառով։ Ինչը տեղի ունեցել, մի քանի փաստ եմ ուզում արձանագրել։ Նաև մենք ՀԱՏՄ-ից դուրս գալու վտանգի առաջ ենք կանգնած։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում իրականացրել եք հակառուսական թեզերի վրա հիմնված քարոզարշավ, ունեք լեգիտիմության խնդիր, գիշերը ժամը 2-ին դադարեցրել եք ընտրությունը, 60,000 ձայն փոշիացրել եք եւ հետեւաբար պետք չի զարմանալ, որ Ռուսաստանի իշխանությունները չեն շնորհավորում Հայաստանի վարչապետին։ Խոսում եք ինքնիշխանությունից, բա որ այդքան ինքնիշխան եք, ինչի համար է Հայաստանի վարչապետը նախաձեռնել հանդիպել Միշուստինի հետ, արդյունքի չի հասել։ Հանդիպել հեռախոսազրույց ունեցել Պուտինի հետ, արդյունքի չի հասել։ Հիմա նախկինում ասում էիք ինչքանով ԵԱՏՄ-ն է մեզ պետք, այդքանով մենք ենք ԵԱՏՄ-ին պետք։ Փաստորեն այդ թեզն էլ չաշխատեց եւ հնարավոր չի խնդիրը լուծել։ Սիրելի ժողովուրդ, խոսքս ուղղում եմ ձեզ, այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այս խմբակցության իշխանությունների իշխող ուժի կողմից վարած ոչ հեռատես քաղաքականության արդյունքում դուք հայտնվել եք այս վիճակում, անելանելի վիճակում։ Եվ թե ինչ է ԵԱՏՄ-ն իրենից ներկայացնում, շատ կարճ անդրադառնամ, ժամանակը չի հերիքում։ ԵԱՏՄ-ն դա մի կառույց է, որը մեզ հնարավորություն է տվել շուրջ 8 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն իրականացնել առանց մաքսային վճարների, առանց մաքսազերծման։ Սրան գումարած Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2025 թվականի մայիսի 15-ին մենք ունենք կնքված ազատ առևտրի համաձայնագիր։ Եվ երբ որ սրան գումարում ենք 700 միլիոն դոլարի ներմուծումը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք ձգտում ենք ունենալ շուրջ 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն։ Մենք նաև հարվածի տակ ենք դնում Իրանի հետ առևտրաշրջանառությունը։ Եվ ոչ թե դուք ինչքան էլ խոսեք դեպի Եվրոպա գնալու մասին, առայժմ մենք չունենք այդ հնարավորությունները, որ կարողանանք ամբողջ այդ արտահանման ծավալը փոխարինել Եվրոպայով։ Ինչքան էլ ուզում է ասեք դիվերսիֆիկացիա եւ այլն, դուք չեք որևէ գործում քայլ իրականացրել, որը միտված կլինի դիվերսիֆիկացիայի կայացմանը։ Եվ հետեւաբար անել այնպիսի քայլեր, անունը դնել ինքնիշխանություն, մեզ ասել ռուսամետ, Հայաստանը տանել մի ճանապարհ, որ մենք հայտնվում ենք փակուղու մեջ, սա ոչ այլ ինչ է, քան հակահայկական քաղաքականություն։ Մեր տնտեսվարողներին կոլապսի ենթարկելու քաղաքականություն։ Եվ ընդհանրապես խորհուրդ կտամ այս թեզերին ուշադրություն դարձնել, նորից եմ կրկնում, չմոռանանք Իրանի Իսլամական Հանրապետությունը, սիրելի ժողովուրդ, Եվրոպայի հետ, Եվրամիության երկրների հետ մեր առևտրաշրջանառությունը պակաս է ընդհանուր ԵԱՏՄ-ի շուրջ 3.5 անգամ։ Նույնիսկ մեր հարևան Վրաստանը, որը Եվրոասոցիացիան համաձայնագիր ստորագրած երկիր է, դարձյալ արտաքին առևտրի կառուցվածքը երբ դիտարկում ենք, Եվրասիական միությունը ավելի մեծ մասնաբաժին ունի։ Շնորհակալություն ուշադրության համար։